Ողջույն հարգելի ընկերներ, բարև Հայաստան, շատ կարոտել եմ ձեզ, մեկ շաբաթ է այս ֆորմատով չենք հանդիպել։ Այսօր եկել եմ անդրադառնալու Հայաստանի Հանրապետությունում դպրոցների դրամահավաքներին։ Ես ինքս չեմ ցանկանում ոչ մի դպրոցի տնօրենի անդրադառնալ։ Ես ինքս չեմ ցանկանում ոչ մի ուսուցչուհու անդրադառնալ։ Բացառվում է դա։ Հարգելի ծնող կոմիտեներ, դիմում եմ ձեզ։ Ես հեսա ձեր նկարագիրը կտամ։ Ուրեմն բոլոր դպրոցներում սովորաբար ծնող կոմիտեները լինում են հետևյալ կերպ։ Ինձ նման գեղեցիկ, խնամված, լավ օծանելիքը թանած, մի քիչ էլ շուստրի կանեք։ Ու սովորաբար հարուստ։ Եվ սկսում են ծնողների հաշվին օճառվել դպրոցի տնօրեններին, որպիսի ամենավերջում իրենց երեխաները ստանան ամենալավ ատեստատը։ Սա պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունից։ Տիկին նախարար Ժաննա Անդրեասյան ջան, դիմում եմ ձեզ։ Երբ ձեզ նախարարություն նամակ են գրում ծնողները, դուք առաջարկում եք գալ, ներկայանալ եւ դիմում գրել։ Դուք պատկերացնում եք այդ ամեն ինչը հանրայնացնելուց հետո այն դեպքում, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում մեկը մեկին ճանաչումը, ինչ տեղի կունենա այդ ծնողի հետ։ Գիտեք ինչու են հիմա այդ նույն ծնողները ինձ ավելի շատ վստահում, քան նամակներ ուղում նախարարությանը, որովհետեւ բացառապես ես պահում եմ գաղտնիությունը, բացառապես։ Նույն Շևչենկոյի դպրոցին, որ երեք անդրադարձել էի։ Այսօր առավոտյան ժամը 1-ին տիկին տնօրենը հրավիրել է, տիկին տնօրենի միջոցով ձեր մոտ կամերաներ կա դրված, որը ես կարողանում եմ վերահսկեմ։ Շատ հետաքրքիր է, բայց այդ տենց է։ Հրավիրում է ժողով, այս դիրքով նստած, ասաց, որ որևէ մեկը չհամարձակվի իմ դպրոցում դրամահավաք կազմակերպել։ Դուք տեսել եք այն կինը ինչ է գրել մեր դպրոցի մասին։ Որից հետո դուրս եկան, գնացին դասարան, ուսուցիչն էլ մի հատ թարս շիտակ նայեց, դրամահավաք թող չլինի։ Դուրս եկան ծնող կոմիտեն, հավաքեց բոլորին, ոչինչ գրել են, դուք դրամահավաքը կազմակերպեք, ես մի բան կմտածեմ։ Լսեք, կարող եք գիտեք ես տեղ Քյասիբի ռադիո եմ նստած հաչում։ Հարգելի ծնողներ, դիմում եմ ձեզ։ Դուք ինչ եք թույլ տալիս, որ ձեր գրպանի հաշվին վաղը մյուս օրը ծնող կոմիտեի երեխան տնօրենի կողմից սիրված գնահատականներով գնա այդ դպրոցից։ Դպրոցում պետք է լինի հավասարություն, հա? Հավասարություն։ Եվ իմ պայքարը միշտ եղել է այն, որ բոլոր տեղերում լինի հավասարություն, որ որևէ մեկը մյուսի երեխային չնայի հարուստի կամ աղքատի երեխա։ Ես այսօր հուզված, շատ հուզված եւ իսկապես ցանկանում եմ խոնարհվել Գեղարքունիքի մարզի Արծվանից գյուղի միջնակարգ դպրոցի այն ուսուցիչների առջև, ովքեր դասավանդել են ինձ, ովքեր տվել են ինձ լավ կրթություն եւ երբեք չեն սպասել, որ իրենց որևէ բան նվիրենք։ Սեպտեմբերի 1-ին այդ ուսուցիչների ամենամեծ նվերը մեր գյուղի բակի կամ վարդերն էին, կամ գեորգենիները։ Եվ նրանք երջանիկ էին, որ մեր բակից մենք իրենց նվեր ենք տալիս։ Ես խոնարհվում եմ այդ տեսակ ուսուցիչների առջև։ Եվ այն ժամանակ այդ ուսուցիչները ստանում էին ընդամենը 15-20 հազար դրամ աշխատավարձ։ Այն էլ գյուղում։ Բայց այդ գյուղում ու իմ դասարանում կար մոտավոր 30 աշակերտ, ու մենք մինչև օրս պաշտում ենք մեր ուսուցիչներին։ Երբևիցե դասարանում չի եղել մեկ աշակերտ, որին մեր ուսուցիչներից մեկը շատ սիրի, մեկին քիչ։ Մենք բոլորս հավասար էինք։ Ես իմ դասարանի ամենաչար
ամենավատ երեխան էի, բայց ամենալավ սովորողներից մեկը։ Ուսուցիչները պաշտում էին ինձ։ Բայց մեր դասարանում բոլորին էին պաշտում, անկախ նրանից, թե նա ինչպես կսովորեր։ Եվ փորձում էին այն վատ սովորողին սարքել լավ սովորող։ Չեք համաչում դուք։ Դուք ո՞նց եք այդ ծնող կոմիտեներին թույլ տալիս նման բաներ անել։ Ծնող կոմիտե ջան, շատ ես ուզում։ Քո գրպանից տար նվեր արա։ Ինչ ես ուզում են չունևոր ծնողից։ Ինչ ես ուզում այն ծնողից, որ լույս աշխարհ բերել 4-5 երեխա եւ 5 երեխային դպրոց է ուղարկում։ Հագնելու փողը հոգա, կոշիկի փողը հոգա, գրքի փողը հոգա, կամ մեր պետությունում օրենք չկա, որ 4-5 երեխայի դեպքում գրքերի գումարը զեղչվում է։ Խիսա չի ազդում մեր ծնողների վրա։ Այսօր ինձ բողոք են գրել դրա հետ կապված, որ դպրոց է ուղարկում 5 երեխա եւ գրքերի 5-ի համար էլ նույն գումարն է վճարում։ Չեք համաչում դուք։ Աշխատավարձները չի հերիքում։ Գնացեք ուրիշ գործով զբաղվեք։ Դասերից հետո պարապեք։ Անկեղծ ասած իմ աշխատավարձներից չի հերիքում։ Բայց ես պրպտում եմ, ինչ կարելի է անել, որ ավել գումար աշխատել։ Ոչ թե ուրիշի գրպան մտնել։ Ու բավական է։ Բավական է դասարաններում սարքեք հարուստի ու աղքատի երեխա։ Բոլորն են մեր երեխաները։ Բոլորը։ Ծնող կոմիտեները գումարը հավաքում են, կրկնում եմ, որ իրենց երեխաները լավ գնահատականներ ստանան ու աչք մտնեն տնօրինությանը եւ մնացածին ձեր հետ։ Հա, այնտեղ մի դպրոցից էլ էի ահազանգ ստացել։ Տնօրենը երևի ինձ լսում է, այսօր գրել եմ իր մասին։ Քիմիայի աղյուսակը տարվա մեջ 4 անգամ ուղարկում են տպագրության ու վաճառում են դասարանների վրա, դուք չեք ամաչում մեծ կին եք։ Չեք ամաչում դուք։ Ճղճին բաների հետևից եք ընկել։ Ես ամոթ եմ ապրում ձեր փոխարեն, ամոթ եմ ապրում։ Եվ մեկ անգամ եւս խոնարհվում եմ Գեղարքունիքի մարզի Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվի առջև։ Ու ես ամբողջ կյանքս նրանց շնորհակալ ու պարտական եմ լինելու, որովհետև նրանք մեզ կրթել են անշահախնդիր։ Հիմա այսքանը, եթե չդադարեցվեց ձեր դրամահավաքներն ու ծնող կոմիտեները, հաջորդ անգամ անուններով, փաստերով, ձեր խմբերի գրագրություններով կհայտնվի իմ Facebook-յան էջի պատին։ Այսքանը։